Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 12։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը։ Առաջին Կորինթացիս 15:57 խոսք։ Սատանայի նկատմամբ մեր բոլոր հաղթանակները ձեռք են բերվում Հիսուս Քրիստոսից եկող զորությամբ և նրան է պատկանում ողջ փառքը։ Առաքյալները վայելում էին այդ հաղթանակները և ուրախությամբ խոսում դրա մասին։ Նույնիսկ դևերը, այդ հզոր թշնամիները, ենթարկվում էին իրենց։ Նկատի ունեցեք, որ սրբերը որևէ այլ հաղթանակից ավելի մեծ ուրախություն կամ բավարարվածություն չունեն, քան սատանայի նկատմամբ տարած հաղթանակից։ Սատանան և նրա թագավորությունը ընկան ավետարանի քարոզչության առջև։ Այն երկնքից կայծակի պես է ընկնում, այնքան հանկարծակի, այնքան անդառնալիորեն, այնքան տեսանելի, որ բոլորը կարող են տեսնել և ասել. «Ահա սատանայի թագավորությունը ցնցվում է, ահա թե ինչպես է այն կործանվում»։ Առաքյալները հաղթանակ տարան, երբ մարդկանց մարմիններից դևեր էին վռնդվում, բայց Քրիստոսը տեսնում և ուրախանում է, երբ սատանան կորցնում է մարդկանց հոգիների վրա ունեցած իր իշխանությունը, որը Սուրբ գրքում անվանվում է իշխանություն երկնավորների մեջ։ Եփեսացիս 6:12 խոսք։ Ուրեմն, եթե դևերը մեզ ենթարկվում են, ապա ի՞նչ կարող է մեզ դեմ կանգնել։ Բայց եկեք զգույշ լինենք հոգևոր հպարտությունից, որը շատերի կործանումն է եղել։ Մեր Տերը ուրախացավ շատ հոգիների փրկության հեռանկարով։ Պատշաճ էր, որ այդ ուրախության ժամին առանձնակի ուշադրություն դարձվեր։ Նման ժամեր քիչ էին, որովհետև նա տառապանքների մարդ էր։ Բայց հենց այն ժամին, երբ նա տեսավ սատանայի անկումը և լսեց իր աշակերտների հաջողության մասին, հենց այդ ժամին նա ուրախացավ։ Նա միշտ դիմադրել է հպարտներին և շնորհ է տվել խոնարհներին։ Սիրելիներ, որքան ավելի պարզությամբ կախված լինենք Աստծո Որդու ուսմունքից, օգնությունից և օրհնությունից, այնքան ավելի շատ կճանաչենք և Հորը, և Որդուն, այնքան ավելի կօրհնվենք տեսնելով նրա փառքը և լսելով մեր Փրկչի խոսքերը, և այդքան ավելի օգտակար կդառնանք նրա գործը առաջ մղելու համար։